Այս շաբաթ Հայաստանում թևածում էր եթե ոչ մոտալուտ պատերազմի, ապա առնվազն սահմանային հնարավոր էսկալացիայի վախը։ 5 օրում կիրակից մինչև 5 շաբթի Բաքուն ավելի քան 10 անգամ Հայաստանի զինված ուժերին մեղադրեց իր դիրքերը գնդակոծելու մեջ։ Շաբաթասկզբին, սակայն սահմանամերձ գյուղերում այդ կրակոցները որևէ մեկը չէր լսել։ Հանգիստ է, ոնց որ զմռվալից սկսել հանգիստ Իրադրությունը փոխվեց ուրբաթ օրը, երբ սոցիալական ցանցերում սկսեցին համառ լուրեր շրջանառվել, որոնց համաձայն Բաքուն մեղադրանքներից անցել է հրադադարի կոնկրետ խախտումների, մասնավորաբար Վարդենիսի ուղղությամբ։ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը, սակայն սոտքում կրակոցներ հնչել են թե ոչ ուղիղ հարցին, այդպես էլ ուղիղ պատասխան չտվեց։ Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես Պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ։ Սահմանին իրադրությունը սկսեց լարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարությունից բառացիորեն 72 ժամ անց։ Երևանի հերթական զիջումները, Ադրբեջանի հետ սահմանին երրորդ ուժերի ներկայությամբ բացառումն ու միջազգային դատարաններից հայցերը հետ կանչելու պատրաստակամությունը, Բաքվի ագրեսիվ պահվածքն այդպես էլ չզսպեցին։ Իլհամ Ալիևն այս շաբաթ եւս պնդում էր, պարտվող կողմը պետք է կատարի հաղթողի նախապայմանները։ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ոչ ոք չի հասել այնպիսի միանշանակ եւ լիակատար հաղթանակի, ինչպես Ադրբեջանը։ Եվ մինչ Ադրբեջանի նախագահն այս շաբաթ Արցախի երբեմնի ամենամեծ հայկական գյուղերից մեկում Հաթերքում ադրբեջանցի վերաբնակիչների հետ էր հանդիպում, մեկ անգամ եւս կրկնելով Հայաստանին ուղղված նախապայմաններն ու պահանջները, վարչապետ Փաշինյանը Երևանում շարունակում էր պնդել, խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրել թեկուզ վաղը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Պետք է խոստովանել, որ Հայաստանի ղեկավարներն այս շաբաթ բավական բարդ կացության մեջ էին։ Մի կողմից նրանք ամեն կերպ շտապեցնում էին Բաքվին, կոչ անելով օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Մյուս կողմից հենց իրենք չէին շտապում սեփական քաղաքացիներին ներկայացնել այդ պայմանագրի համաձայնեցված տեքստը։ Առնելով, որ դեռևս օրի եւ տեղի մասով համաձայնություն չունենք, շարունակում ենք աշխատել, երբ որ լինի հրապարակային նաև տեքստը կներկայացնենք։ Ողջ շաբաթվա ընթացքում քաղաքացիական պայմանագրի ազդեցիկ անդամները հայաստանցիներին համոզում էին, չնայած դուք համաձայնագրի տեքստը չեք տեսել, բայց այն մեզ համար խիստ շահավետ է։ Հանուն արդարության պետք է նշել, որ ՔՊԱ-կանների համար այս բավական խոցելի թեզը պաշտպանելն այնքան էլ հեշտ չէր, անգամ խիստ իշխանամետ Հմեկի եթերում։ Ադրբեջանը հասավ նրան, որ մենք ասում ենք, որ եթե պայմանագիրը կնքվի, մենք դիտորդներին հանում ենք։ Սա մեր կողմից զիջում է, Ադրբեջանում դիտորդներ չկան, որ ինքը հանի։ Ինչ է զիջում Ադրբեջանը։ Ես չգիտեմ կարող է։ Դե չկան էլ որ չկան։ Այնտեղ չկան։ Մեր մոտ կան, մենք հանում ենք։ Մենք զիջել ենք։ Ինչ է կներեք։ Վաղը կարող Պակիստանի զորք լիներ, չպետք է լինի։ Մեր սահմանին։ Չէ, իրենց սահմանին, իրենց կողմից։ Այսինքն դա նույնպես երկկողմանի է։ Այսինքն իրանք հիպոթետիկ զիջումներ են արել, դա հիպոթետիկ չի, դա պայման է, դա պայման է։ Տեսական մտավարժանք է։ Ոչ։ Մարտի 17-ին հեռարձակված այս հարցազրույցում Արսեն Թորոսյանը նաև մեկ անգամ եւս վերահաստատեց Փաշինյանի կառավարության այն մոտեցումը, թե արցախցիների վերադարձի հարց պաշտոնական Երևանի օրակարգում գոյություն չունի։ Դա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման առարկա չէ եւ չպետք է լինի։ Այդպես։ Որտեղ մենք ուզում ենք խաղաղություն կառուցել եւ ոչ թե կոնֆլիկտը հարատև շարունակել, շատ པարզ։ Մենք տեսեք, ես չեմ ասում Ղարաբաղը վերցնենք մեզ։ Չէ, ես չեմ ասում։ Այդ մարդիկ իրավունք ունեն գնան այնտեղ ապրեն, թե չէ։ Իրավունք ունեն Ադրբեջանի տարածքում ապրելու, մենք այդ հարցում Ադրբեջանի հետ կողմ չենք, բարձ չեմ ասում։ Բա ինչի հարցը չենք դնում։ Ասում եմ կողմ չենք, մենք Ադրբեջանի տարածքում մեր հայրենակիցների ապրելու հարցով կողմ չենք, չպետք է լինենք։ Չեմ կարող հասկանալ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Իսկ վանաձորցի ոստիկանները լավ էլ հասկացել էին Արցախից բռնի տեղահանվածների իրավական եւ սոցիալական կարգավիճակը Հայաստանում այն աստիճանի անորոշ է, որ նրանց վրա կարելի է բարթել ոչ միայն պատերազմում պարտության, այլև չբացահայտված հանցագործությունների մեղքը։ Տփում են բայտիշ ձևից, պարապաս պրիզնատայի, որ դու ես բան նավոդ կեմ տվել ես, արել են Հավայի զրույցներ, Հավայի
Վանաձորի ոստիկանության բաժանմունքում 3 պատերազմների մասնակից, այդ պատերազմներում հորն ու եղբորը կորցրած 29-ամյա արցախցի Տիգրան Ուլուբաբյանի դեմ ոստիկանական բռնությունների թեման լայն հնչեղություն գուցեև չստանար, եթե նրա փաստաբան Ռոման Երիցյանը նախ չբացահայտեր իր պաշտպանյալին ծեծած ոստիկանների անունները, հաջորդ օրն էլ ակցիաներ չկազմակերպեր քննչական կոմիտեի մոտ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը սակայն պնդում էր, փորձաքննության համաձայն Ուլուբաբյանն ինտենսիվ ծեծի չի ենթարկվել, այս միջադեպն էլ ոստիկանությունում տիրող հակաղարաբաղցիական տրամադրությունների վկայություն լինել չի կարող։ Տարբեր մտքեր են հնչեցվում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, մեր քույրերի եւ եղբայրների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանում նրանց, հակառակը ավելի է թիրախավորում, նրանք մենակ են, նրանց պետք է պաշտպանել ոստիկաններից, ոստիկանության համակարգում կա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք եւ այսպես շարունակ։ Եվ կարծում եմ, որ այս պարակչական գործողությունները ընդհանուր հանրային խոսույթում պիտի դադարեցվեն, որովհետեւ դա նվազեն բարոյական չէ։ Իսկ որքանով է բարոյական, երբ արցախցիներին թիրախավորում են տիկին նախարարի քաղաքական թիմակիցները, հակադարձում էր ընդդիմությունը։ Ցավոք քաղաքական մեծամասնությունն է, որ այնպիսի օրինակներ է ստեղծել, որոնք ուղղակի այլ բան չեն թողնում ենթադրել, որ կա փաստացի քաղաքականություն թիրախավորելու արցախցիներին։ Իմ կողքին նստած մարդը Գագիկ Մելքոնյանն էր, որ հայտարարում էր, որ արցախցիները իրենց պետք է հյուրի նման այստեղ պահեն, թող իրենց գործողությունները չափավորեն։ Հղում կարող եմ կատարել Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։ Գրեթե կասկած չկա, որ եթե այս միջադեպը տեղի ունենար մինչև 2018 թվականն, ապա ոստիկանության աշխատակիցներին եւ նրանց վերադասներին անողոքաբար քննադատողներից մեկը լինելու էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյան վարչապետը սակայն ոստիկանական բռնության այս դեպքին գերադասեց չանդրադառնալ, փոխարեն նա այս շաբաթ կրկին երկարատև մի դասախոսություն կարդաց իրական Հայաստանի գաղափարախոսության մասին։ Այս անգամ Փաշինյանին ունկնդրելու եկած մի քանի տասնյակ մարդիկ տեղեկացան, որ հայրենիքն ու պետությունը տարբեր բաներ են եւ նույնիսկ լսեցին Փաշինյանի տեսակետը Կիլիկյան Հայաստանի մասին։ Փաշինյանի առանցքային ասելիքը սակայն այլ էր։ Մարտի 19-ին կառավարության շենքում կազմակերպված այս հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը խորհուրդ էր տալիս իշխանությանը զգուշությամբ քննադատել։ Չի կարելի, եթե նույնիսկ շատ չզիջված է կառավարությունը, նույնացնել պետության հետ։ Այսինքն կառավարությունը հարվածելու համար հարվածել պետությանը։ Այսպես կոչված իրական Հայաստանն ի դեպ հետխորհրդային տարածքում 0-ից պետական գաղափարախոսություն ստեղծելու առաջին փորձը չէ։ 90-ականներին նման փորձ ձեռնարկեց նաև Թուրքմենստանի առաջին նախագահ Սափար Մուրադ Նիազովը Թուրքմենբաշին։ Նա սկսեց թուրքմենների անցյալը, ներկան ու ապագան կանոնակարգող գիրք Ռուհնամա գրելուց, վերջացրեց օրացույցի փոփոխությամբ, որում հունվարն անվանափոխեց իսկ ապրիլն իր մոր Ղորբան Սոլթան Էջեի անունով։ Իջևանում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ Նիկարմ ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված պատանիների ֆուտբոլային միջմարզային մրցաշարը, որը նվիրված էր մանկավարժ Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Նիկարմ ակումբի հրավերով մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ներկա գտնվեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գուցե օրերս Իջևանում Փաշինյան 85 գրությամբ շապիկներով ֆուտբոլ խաղացող այս տղաներից որևէ մեկը մի օր նոր Հենրիկ Մխիթարյան դառնա, այժմ սակայն իրականությունն այլ է։ Իտալական Ասերիայում հանդես եկող Մխիթարյանը Հայաստանի հավաքականում այլևս չի խաղում եւ ազգային ընտրանին նաեւ նոր մարզչի ղեկավարությամբ շարունակում է պարտվել, այս անգամ սեփական հարկի տակ Վրաստանին։ Իրանք առաջին խաղակեսում այդքան էլ լավ չեն խաղա, բայց երկրորդ խաղակեսում պետք է բերեն խաղի արդյունքը։ Հայ ֆուտբոլասերի երիտասարդի այս կանխատեսումն այդպես էլ կանխատեսում մնաց։ Հայաստանը պարտվեց 0-3 հաշվով եւ մրցակցի դարպասի մոտ 90 րոպեների ընթացքում հատուկենտ վտանգավոր պահեր ստեղծեց։ Երևան եկած վրաց երկրպագուները խաղի արդյունքները կանխատեսելու հարցում ավելի հաջողակ էին, ինչն ի դեպ այնքան էլ дժվար չէր։ Ի վերջո FIFA-ի վարկանիշային աղյուսակում վրացիներն այժմ 68-րդ, իսկ Հայաստանը ընդամենը 100-րդ տեղում է։ Самое главное должна остаться дружба и любовь. Это всегда.
Մարտի 20-ին Վրաստանի հազարավոր քաղաքացիների պես Երևանում էր նաև այդ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր ենթակա նախարարների մեծ մասի հետ միասին։ Խաղից հետո Կոբախիձեն հայաստանցի պաշտոնակցի ուղեկցությամբ իջավ հանրապետական մարզադաշտի հանդերձարան վրաց ֆուտբոլիստներին շնորհավորելու համար։ Քաղաք, որտեղ դու կգտնես իմաստը Շնորհավորի արդյոք Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ընտրությունների հաղթողին, եթե այդ հաղթողն ընդդիմադիր լինի, այլ ոչ թե քաղաքացիական պայմանագրի թեկնածու Սարիկ Մինասյանը, դժվար է ասել։ Անցնող շաբաթ իշխող կուսակցությունը շարունակում էր Գյումրիում իր ռեսուրսները կենտրոնացնել։ Երևանից ժամանող պաշտոնյաներ ու падգամավորներ, գունազարդ պաստառներ, անվերջ բակային հանդիպումներ եւ նույնիսկ հատուկ Սարիկ Մինասյանի քարոզարշավի համար գրված մեկ երգ։ Արի մայրաքաղաքը հումորի Սպորտի մեծ գործերի ու թասիրի Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքի Ընտրություններից մեկ շաբաթ առաջ արդեն իսկ նկատելի է քաղաքապայմանագրի գլխավոր մրցակիցը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։ Երբեմն սակայն մտավախություններ են հնչում, թե նրա հաղթանակի դեպքում Գյումրիում կարող է կրկնվել 2021 թվականի Վանաձորյան սցենարը, երբ հաղթող ընդդիմադիր տեխնացուն օրերի ընթացքում հայտնվեց բանտում։ Չեք վախենում ընտրվելուց հետո ձերբակալեն։ Այդ ձերբակալելն ինչի որ դες վախենում եք։ Ես ասել եմ մի անգամ Պողոս Առաքյալն է ձերբակալվել, Հովանես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, այդ ինչ եք դες վախենում ձերբակալվելուց։ Այնտեղ ենքան լավ տղեկ կան, մենք այսօր գնաց այնտեղ ամենալավ ձևով կաբրեմ։ Իշխանի պես կաբրեմ։ Իսկ մայրաքաղաքում այս շաբաթ ավականին այդպես էլ չկարողացավ քննարկել ընդդիմության տրանսպորտի հին սակագնին վերադառնալու նախաձեռնությունը։ Խնդրեմ, նայեք, ՔՊ-ն եւ Հանրապետությունը դեմ են գնում ձեզ եւ փախտում են նիստերի դահլիճից։ Մինչև նիստը բոյկոտելը, սակայն քաղաքապետ Ավինյանը իր սկանդալային հայտարարությունների հավաքածուն հասցրեց համալրել եւս մեկով։ Այս մեր գործընկերները ինչքան էլ փորձեն իրենց տարանջատեն բոլոր նախկին իշխանություններից, դա ուղղակի անհնար է։ Մարդիկ այդքան կներեք, բայց փափախով քուրդ չեն։ Սակավաթիվ հայաստանաբնակ քրդերն Ավինյանի այս հայտարարությանը չարձագանքեցին։ Փոխարենը թուրք-ադրբեջանական 5-րդ շարասյուն բառակապակցությունը դարձավ այս շաբաթվա ընթացքում արձանագրված ամենատեսարժան սկանդալի պատճառը։ Ֆակտոր TV-ի տաղավարում միմյանց հանդիպեցին եւ ջերմորեն շփվեցին Դանիել Յանիսյանն ու Դավիթ Խաչակյանը։ Ես ում երկու բան ասեմ։ 5-րդ շարասյան ներկայացուցիչն է եթերում խոսում։ 5-րդ շարասյան ներկայացուցիչը դու ես։ Այդ բան չի։ Դու ադրբեջանա-թուրքական 5-րդ շարասյան մաս ես։ Չէ, ադրբեջանա-թուրքական, Արի։ Ադրբեջանա-թուրքականը դու ես։ Ուզում եմ չվիրավորեք, ես ձեզ չի ուզում։ Չվիրավորեք։ Ադրբեջանա-թուրքականը ո՞րն է։ Ադրբեջանա-թուրքականը ո՞րն է։ Վերջ, փակում ենք հաղորդումը։ Ինչ որ դու պաշտպանում ես։ Փակում ենք հաղորդումը։